Տիկին Սողոյան փոխվեց Արտուր Սարգսյանի խափանման միջոցը, մենք տեսանք, որ պարոն Վարդանյանը միջնորդություն ներկայացրեց առհասարակ ու այլ խափանման միջոց կիրառելու մասին, ինչ եք սպասում այսօրվա դատական նիստից։ Ես չեմ դադարում կրկնել, որ ես ոչինչ չեմ սպասում այս դատական պրոցեսից։ Իմ համար այս դատական պրոցեսում որևէ գործողություն անկեղծում կապված չի իրավունքի եւ արդարադատության հետ ու չի բխում այդ դրամաբանությունից։ Իրանք պայմանավորված են ըստ նպատակահարմարության, ըստ այլ մոտիվների, որոնք մենք կամ մեզ հասու չեն, կամ ինչ մոտիվներ Տիկին Սողոյան։ Մենք ի սկզբանե ասում ենք, որ այս ամբողջ գործը ունի քաղաքական նպատակ եւ քաղաքական նպատակը հաստատվում է մի այդ 18-րդ հոդվածով, այսինքն քաղաքական պրոցեսներից մեկուսացնելու նպատակով։ Մենք հասկանում ենք, թե երբ կիրառվեց այս խափանման միջոցները, ձերբակալությունները ամռանը, դրան հաջորդեցին մի շարք ուղղ քաղաքական իրադարձություններ եւ այդ իրադարձություններին արձագանքը կանխելու համար ըստ էության ինչը որ այս խնդրի առարկա գործողություններն են, հենց այդ նույն փողոցային պայքարը կասեցնելու համար կառուցվել է այս շենքի գործը։ Հետևաբար այս պարագայում, այսինքն 18 հոգի են, բոլորի նույն մեղադրանքն առաջադրված, միշտ այս մասին պաշտպանները եւ մեղադրյալները, ինչպես ասած անդամները, բարձրացնում են, որ եթե լավ իրականում կար այդ գործը, իրականում են նա ինչ որ գրած է, ասուցնել բանի այդ կալանքի ենթակա էին կամ ասուցնել ահաբեկիչ է, ուրեմն կամ պետք է ասուցի նկատմամբ կիրառվի նույն խափանման միջոցով, բոլորի մասնակցությամբ, կամ պետք է ասուցնել օրինակ ինչը որ մեկի նկատմամբ կիրառվում, մյուսների նկատմամբ եւս կիրառվի։ Հիմա դուք ինձ փորձում եք ասեք, թե ես օրինակ Սարգսյան Արտուրի համար ինչ-որ բան ուրիշ եմ ակնկալում, քան Լիդիա Մանուկյանի կամ Վահագն Չակալյանի կամ Բագրատ Սարգսյանի, ոչ որտեղ ես ցանկացած իրավաբան կարդալով այդ մեղադրանքը պետք է ասի, որ պետք է ուրեմն բոլորի հանդեպ նույն մոտեցումը։ Տիկին Սողոյան նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը ընդառաջ գնալով այս հանրային ճնշումներին փոխեց Լիդիա Մանուկյանի խափանման միջոցը, սակայն նույն համատեքստում Չախալյանի խափանման միջոցի այդ հայցումը մերժվեց դատանը, չփոխեց նրա խափանման միջոցը ու տեսանք, որ օրեր հետո Արտուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց։ Ինչով է այս process-ը պայմանավորում։ Էլի եմ ասում, եթե կա որոշակի հանրային ճնշում, միջազգային ճնշում, օրինակ կարող է դա այնպիսի ճնշում է դիվանագիտական ուղիներով, որը մեր համար տեսանելի չէ, այսինքն դիվանագիտական ուղիներով, եթե նույն բողոքի ցույցերը քաղաքապետարների մասով տեղի են ունենում ամեն շաբաթ Ամերիկայի դեսպանատան կամ ԵՄ-ի մոտ, այդ մարդիկ պարտադիր չի, որ հրապարակային օրինակ արձագանքեն, բայց կարող է եւս օրինակ այստեղ գործընկերներին ասել, որ գիտեք ինչ կա, ոնց որ շատ են գալիս մեզ անհանգստացնում, կարող է մի քիչ ձեր մոտեցումները փոխել, ինչ որ բան փոխի այդ նպատակահարմարությունից ելնելով։ Ինչի է մեկի մոտ մի մոտեցում, մյուսի մոտ այլ, ես չեմ կարող բացատրել։ Ասում եմ, որ քաղաքապետարներ չկան Հայաստանում եւ նշում է միջազգային հաղթանակներին, որ ոչ մի կերպ արձագանք իրենցից չկա։ Այս առումով ինչ քայլեր է ձեռնարկվում, որ քաղաքապետարների հասը միջազգային ատյաններում բարձրաձայնվի ու եւ նրանք էլ պատճառ արձագանք։ Շատ հետաքրքիր երկու դիտարկում։ Եթե չեմ սխալվում, Սերգեյ Գալյանը ասում է, ոչ թե միջազգային կառույցները չեն արձագանքում, այլ ասում է ըստ միջազգային չափորոշիչի, ուրեմն պետք է ասեմ, որ կամ այդ չափորոշիչներին լավ ծանոթ չի, կամ լավ ծանոթ լինելով դրանք խեղաթյուրում է, որովհետև մեր ունեցած քաղաքական հետապնդման օրինակները ավելի քան համապատասխանում են նորից եմ ասում, ոչ միայն ԵԽԽՎ 1900 բանաձևով ընդունված չափանիշներին, ոչ միայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 18-րդ հոդվածով նախատեսված նպատակին, այլ նաև Amnesty International-ի խղճի բանտարկյալ հասկացությանը որոշ դեպքերում։ Եվ այս պարագայում ուրախություն հայտնել այն մասին, որ մեր մոտ քաղաքական բանտարկյալներ չկան, նույն բանն է, որ ուրախություն հայտնել, որ Հայաստանում դատական պրոցեսների ժամանակ մարդիկ չեն մահանում, հրեակատարողական հիմնարկներում
մարդիկ չեն մահանում։ Նա նույն ուրախության արտահայտումն է, կարծում եմ այդ համատեքստում ուրախանալու շատ առիթներ ունի Սրբունի Գալյանը։ Կատարողական հիմնարկներում ինքնասպանության դեպքերը կարծես պարբերաբար բնորոշ են։ Կարելի է ուրախանալ, որ օրինակ ինքնասպանության դեպքեր չկան կատարողական։ Տիկին Սողան մի հարց էլ կապված Լիդիա Մանցաշյանի հետ, քանի որ նախորդ հրապարակվելուց հետո նախորդ շաբաթվանից սկսեցին արդեն այսպես ասած նստածույցեր, ինչ եք կարծում, այսինքն դա եւս չէ հնարավորություն ստեղծեց, որպեսզի Լիդիա Մանցաշյանի խափանման միջոցը փոխվի։ Եվ ինչ եք կարծում, նման ձևով հնարավոր է նաև ազդեցություն ունենալ մյուս քաղբանտարկյալների։ Հնարավոր է եւ այն ինչի վրա որ հղում են կատարում այդ պաշտոնյաները, որոնք հայտարարում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, թող այդքան վստահ չլինեն։ Մենք ելի ենք նշում սրա մասին, որ իրականում այն կառույցները, որոնք արձանագրում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը կամ դրանց բացակայությունը կամ քաղաքական դերակատարներ են, օրինակ դեսպանատներ, որոնք հրապարակում են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցներ եւ թող տարին ավարտվի, եկող տարի կտեսնենք այս տարվա իրադարձությունների նկատմամբ օրինակ այդ քաղաքական դերակատարները կհայտնեն այդ դիրքորոշումը թե չէ։ Եվ նաև միջազգային այլ բազմակերպությունների կողմից, բայց այստեղ քանի որ առավելապես Հայաստանում արդիական ա եղել հենց դեսպանատների կողմից այդ զեկույցների հրապարակումը, իսկ քաղաքական նպատակներով մենք հիմա տեսնում ենք, որ ունենք որոշակի դժվարություն պայմանավորված նրանով, որ զուտ քաղաքական նպատակահարմարության պարագայում նույն ջանասիրությամբ չեն գործում այդ միջազգային դեսպանատները մարդու իրավունքների խախտման փաստերը արձանագրելիս եւ մեր գործը իրավապաշտպանների գործը դրանով դժվարանում է, այսինքն իրենց տեղ հասնել, իրենց մոտ այդ կամքը ձևավորել, որ իրանք արձագանքեն այս խախտումներին, բայց դա չի նշանակում, որ այդպիսի հետապնդումներ չկան եւ չի բացառում, որ այդպիսի արձանագրումներ լինելու են թե այդ դեսպանատների կողմից, թե մարդու իրավունքների գնահատում իրականացնող այլ կազմակերպությունների կողմից։ Եվ այս պարագայում ես ունում ասեմ, երբ որ ասում եմ, որ չկա, թող դուք կարող եք հղում կատարեք Human Rights Watch-ի արձագանքումներին, սկսած նրանից, թե օրինակ, երբ որ Human Rights Watch-ը արձանագրեց, որ 2024 թվականի հունիսի 12-ին իշխող, այսինքն ուժայինների կողմից կիրառվեց անհամաչափ ուժ եւ բռնություն հենց այս գործով անցնող մեղադրյալների հանդեպ։ Այդ անհամաչափ ուժի կիրառումը հիմա քաղաքական նպատակներով էր, թե քաղաքական նպատակներով չէ, այդ անհամաչափ ուժի կիրառումը վկայում է արդյոք միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների անհամաչափ սահմանափակման մասին, թե ոչ, կարող եք այդպես հակադարձել։ Ոյլի ասեմ, չբացառելով արդեն, որ այսօրվա դրությամբ կատարվող գործողությունները որևէ մեկը չի կարող բացառել, որ ապագայում իրենց պատշաճ գնահատականը ստանալու է։